Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղևոնդյան։ Պարոն Ղևոնդյան, վերջին շրջանում այսպես տպավորություն է, որ օրը սկսում ենք ոչ թե սուրճից, այլ Ռուսաստանից հնչող հերթական, այսպես ասած, հայտարարություններին ծանոթանալով, մեղմ ասած հայտարարություններին, որովհետեւ դրանք տողատակում կարծես թե լուրջ սպառնալիք են պարունակում։ Այսօր Օվերչուկն է խոսել կրկին գազի գների մասին, ՌԻԱ Նովոստին անդրադարձել է կրկին գյուղմթերքին, թե ինչ կարող է Հայաստանին ինչ սպառնալիքներ կա այդ իմաստով, եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի առջև եւ կրկին Լուկաշենկոն է նորից հիշեցրել ուկրաինական սցենարի մասին։ Ինչ է սա, պարոն Ղևոնդյան, եթե ոչ նախընտրական ահաբեկում հասարակությանը, կա նման միտում։ Իհարկե զարմանալի կլիներ, եթե ասեի չկա նման միտում, ակնհայտ է, որ հիբրիդային ճնշումները ահագնանում են եւ դեռ մենք 6 օրեր ունենք մինչեւ ազատվենք այդ ճնշումներից։ Ես համոզված եմ, որ սկսած հունիսի 8-ի առավոտից ճնշումները կսկսեն աստիճանաբար նվազել, եւ ինչ որ ժամանակ անց այս սպառնալիքների մասին մենք կհիշենք ուղղակի որպես պատմություն, ինչու որովհետեւ հենց Ռուսաստանին էլ ձեռնտու չէ այն, ինչ Ռուսաստանը սպառնում է անել։ Եկեք այս տեսանկյունից էլ խոսենք, պարոն Ղևոնդյան, որովհետև միշտ սպառնում են, ասում են Հայաստանը ուր կարող է գնալ, տեսեք ինչ իրավիճակում կհայտնվեք։ Տեսեք, օրինակ եկեք ավելի կոնկրետ խոսենք։ Գազի գների մասով Հայաստանը փաստացի, Հայաստանի սպառողը փաստացի գազ ստանում է մոտավորապես նույն գնով մի փոքր տարբերությամբ, ինչ եվրոպացի սպառողը, որովհետև այն գինը, որ իրենք ասում են $165 խորանարդ դիմաց բացարձակապես չի համապատասխանում այն գնին, որը վճարում ենք մենք սպառողներս։ Եթե Ռուսաստանը ցանկանում է թանկացնել ավելի բարձր գնով Հայաստանին տալ այդ գազը, դա դեռ չի նշանակում, որ մենք սպառողներս ենք ավելի թանկ մուծելու, ինչու, որովհետև ի վերջո Հայ-Ռուսգազարդը Հայաստանի կազմակերպություն է, անկախ նրանից, որ ռուսական կազմակերպության ներկայացուցիչ է, բայց Հայաստանի ռեզիդենտ է եւ Հայաստանի Հանրապետությունը ունի լծակներ ազդեցություն ունենալու այդ կազմակերպության նկատմամբ։ Ավելի կոնկրետ, եթե Ռուսաստանը թանկացնում է գազը Հայ-Ռուսգազարդի համար, Հայ-Ռուսգազարդի ներկայացուցիչները թող այդ ավել գումարը վճարեն իրենց եկամուտներից։ Օրինակ, տարբերակ է։ Եվ Հայաստանի Հանրապետությունը կարող է առաջարկել Հայ-Ռուսգազարդին, որ այդ տարբերությունը փակեք դուք, ինչպես ուզում եք փակեք, մեր խնդիրը չէ։ Մեկ այլ տարբերակ, Հայաստանի Հանրապետությունը կարող է ասել, այո, խնդիր չկա, գազի գինը թանկացնում եք, մենք այդ գազի գինը մենք Հայաստանի Հանրապետությունը կվճարի ավել, բայց կվճարի որտեղից։ Օրինակ 102 ռազմաբազայի սպասարկման գումարներից։ Այլևս չենք կարող սպասարկել, պայմանագիրը խզում ենք, ուզում եք 102 ռազմաբազան մնա Հայաստանում, խնդիր չկա, թող մնա, բայց բոլոր սպասարկման գումարները վճարելու է Ռուսաստանը։ Իսկ այն գումարը, որ մենք այդտեղ խնայենք, կվճարենք ձեզ գազի դիմաց։ Տեսեք, սա էլ տարբերակ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է անել։ Եվ բազմաթիվ են նման տարբերակները, պետք չէ Հայաստանին ահաբեկել։ Մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը կարող է գազ ստանալ այլ աղբյուրներից, առաջին հերթին Իրանից, հետո նաև Ադրբեջանից։ Ես նշեմ, որ Ադրբեջանից գազի խողովակը Վրաստանով, Թուրքիայով գալիս հասնում է մինչև Նախիջևան։ Այսինքն տեխնիկապես դա անելը ընդհանրապես, եթե նույնիսկ կարելի է ասել, որ դա ամիսներ շաբաթների հարց է, գազի խողովակը մտցնել Հայաստանի Հանրապետություն։ Իհարկե կա քաղաքական ենթատեքստ, քաղաքական ենթատեքստը պետք է հաղթահարել, պետք է հասկանալ այս բանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ավելի շատ թշնամական կեցվածք ընդունել է Ռուսաստանը, թե Ադրբեջանը, թե հավասար են այդ կեցվածքները։ Նույնիսկ հավասարի դեպքում իմաստ ունի Ադրբեջանից էլ գազ ունենալ, Ռուսաստանից էլ ունենալ, եւ Ադրբեջանի գազի գնի հարցում ուրեմն խոսել այն մասին, որ մենք Ռուսաստանից կգնենք, Ռուսաստանի գազի գնի հարցում խոսել այն մասին, որ Ադրբեջանից կգնենք։ Իսկ այլընտրանք ունենալ եւ կառավարել այդ այլընտրանքների միջոցով գազի գինը։ Սա էլ եւս մեկ տարբերակ է։ Բոլոր ուղղություններով, բոլոր սպառնալիքների հարցում կան դրանց լուծումները եւ Հայաստանի Հանրապետությունը այսօր ունի դրանց լուծումները։ Բարդ լուծումներ են, խնդրահարույց լուծումներ են, ծախսեր, ժամանակ, ջանքեր, ռեսուրսներ են պահանջում, բայց կան այդ լուծումները։ Նույնը եկեք խոսենք ուրեմն գյուղմթերքի մասով։ Հայաստանի վարչապետը շատ լավ պատասխանեց, որ եթե կա որակյալ ապրանք, ապա որակյալ ապրանքի համար աշխարհում կա 7 միլիարդ տոննա շուկա։ Այսինքն, եթե Ռուսաստանը չի ցանկանում օրինակ չգիտեմ, չհամապատասխանող բալը գնել, այնինչ արել է այսքան տարի, կամ բալը կամ ելակը կամ այլ մթերք, որը չի համապատասխանում, բայց Ռուսաստանը գնել է այսքան տարի։ Այլևս չի ցանկանում դա գնել, դա չի նշանակում, որ Հայաստանի սպառողը պետք է վերցնի իր
տեսականորեն ворտնած բալը եւ գնա այլ երկրներ։ Ընդհակառակ Հայաստանի սպառողը պետք է կարողանա ստանալ այնպիսի բալ, որը կլինի այնքան լավ, որակով ամեն ինչով, որ այլ երկրները իրենք կխնդրեն Հայաստանին այդ բալը իրենց մոտ արտահանել։ Որակի բարձրացման խնդիր, նորից պետք է ժամանակ, պետք է ծախս, պետք է ռեսուրսներ, ջանքեր եւ այլն եւ այլն, բայց կան այդ լուծումներ եւ այդ լուծումների ուղղությամբ Հայաստանը պետք է աշխատի։ Եթե ցանկանում է իրականում այս ճանապարհը շարունակել, եթե ցանկանում է ժողովրդավար մնալ, եթե ցանկանում է ֆորպոշտ չլինել, ինքնիշխանությունը պահպանել, պետականություն ունենալ, ապա աշխատանքից բացի այլ ճանապարհ չկա։ Այսինքն այդ սպառնալիքները հենց պետություն չլինելու, ֆորպոստ լինելու մասին են, որ գազի գնով ենք վճարելու։ Բոլոր սպառնալիքները ուղղված են մեկ նպատակի՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդումը կանգնեցնել, որովհետև ինչքան ավելի ինքնիշխան է, այնքան ավելի ազատ է իր որոշումներում Հայաստանի Հանրապետությունը, ինչքան ավելի շատ է կարողանում Երևանում որոշումներ ընդունել առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու, այնքան Ռուսաստանի շահերը բնականաբար ավելի քիչ են Հայաստանի Հանրապետությունում իրացվում։ Եվ Ռուսաստանը, քանի որ Ռուսաստանը ժողովրդավար պետություն չէ, ժողովրդավարական պետությունները փորձում են իրենց շահերն առաջարկել, գայթակղել։ Ռուսաստանը, քանի որ ժողովրդավարական պետություն չէ, քանի որ հնարավորություններ չունի, տեխնոլոգիապես հետամնաց է եւ այլն նմանատիպ պետություններ, Ռուսաստանը չի կարողանում գայթակղել Հայաստանին, առավել եւս որ վերջին 5 տարիներին Ռուսաստանի իշխանությունների գործողությունների արդյունքում Հայաստանը ընդհանրապես շատ մեծ հիասթափություն կա Ռուսաստանից, Ռուսաստանը փորձում է սպառնալ, այսինքն տարբերություն միայն սրանում է եւ Միացյալ Նահանգները, եւ Եվրոպան, եւ Չինաստանը, եւ մնացած բոլոր կենտրոնները փորձում են եւ Առաջարկներով են հանդես գալիս Հայաստանում իր շահերն իրացնել։ Ի տարբերություն մյուս կենտրոնների Ռուսաստանը սպառնալիքների միջոցով է փորձում դա անել, որովհետև չի կարողանում առաջարկների գայթակղությունների միջոցով դա անել, ինչու չի կարողանում նշեցինք, որովհետև 5 տարվա ընթացքում ամեն ինչ արեց, որ Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորվի, կարծելով, որ Հայաստանը գնալու տեղ չունի։ Հիմա երբ տեսել է, որ գնալու տեղեր ձևավորվել են, բացվել են, անցել է սպառնալիքների։ Իսկ սպառնալիքը վախը կարողանալու է որոշակի դիվիդենդներ ապահովել Ռուսաստանին կամ ասել Վլադիմիր Պուտինի ռուսամետ ուժերին։ Որովհետև ճիշտ նշեցիք, Արևմուտքը հանդես է գալիս առաջարկներով, Ռուսաստանից լսում ենք ամենօրյա սպառնալիքներ, շանտաժներ, ու նույն ուժերը նաև ամենօրյա վախի մթնոլորտ են գեներացնում փոխարենը։ Եկեք նորից կրկնեմ, դրա պատճառն այն է, որ Ռուսաստանը չունի առաջարկելու բան։ Այնինչ Ռուսաստանը առաջարկել է, փաստացի չի աշխատել եւ մի մասը չի աշխատել, մի մասն ընդհանրապես Հայաստանի Հանրապետությանը պետք չի։ Թե դա ինչպես կազդի, այո, որոշակի ազդեցություն կունենա իհարկե ընտրողների վարքագծի վրա, բայց այստեղ մյուս կողմերի աշխատանքի տեղ կան նույնպես։ Տեսեք, մինչ այժմ եթե ասում եք, որ Հայաստանը պետք է աշխատի, պետք է կարողանա այդ հնարավորությունները ձևավորել, ծախսել այդ ռեսուրսները, ջանքերը ներդնել, այստեղ կա նաեւ այս դեպքում, կոնկրետ այս դեպքում ընտրողների վարքագծի վրա ազդելու դեպքում կա նաև մեր միջազգային գործընկերների աշխատանքի որոշակի տեղ, որովհետև տեսեք, եթե նույն Միացյալ Նահանգները մեզ առաջարկ է անում, որը համընկնում է մեր շահերին, այդ առաջարկի հիմքով Միացյալ Նահանգները պետք է նաև կարողանա հիմնավորել իր առաջարկները Հայաստանի հետ որոշակի ծրագրերի միջոցով եւ այն, որ Վենսը Հայաստան այցելեց, Ռուբիոն այցելեց, փաստաթղթեր ստորագրվեցին, հենց դա ապացույցն է այն բանի, ինչ ես ասում եմ, Միացյալ Նահանգները աշխատում է, գուցե ավելի շատ պետք է աշխատի, որ ձեր ասած ազդեցությունը ավելի քիչ լինի, բայց պետք է աշխատի։ Եվրոպան պետք է աշխատի, Չինաստանը պետք է աշխատի, արաբական աշխարհը, եթե ցանկանում է մեզ այդ որոշակի ծրագրեր իրականացնել, շահեր համադրել, պետք է աշխատի, Իրանը պետք է աշխատի, եւ այլն, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Հայաստանի հետ ծրագրեր իրականացնել, պետք է իրենք էլ աշխատեն։ Թուրքիան պետք է աշխատի, Ադրբեջանը պետք է աշխատի։ Իսկ աշխատել ինչ է նշանակում։ Աշխատել նշանակում է ոչ թե Ռուսաստանի նման սպառնալ, որ եթե դուք հանկարծ մի ուրիշ բան որոշեք անել, ես գազի գինը կթանկացնեմ, ճանապարհները կփակեմ կամ նման բան կանեմ, այլ պետք է առաջարկի Հայաստանին ինչ-որ բան։ Օրինակ, Ադրբեջանը կարող է Հայաստանին առաջարկել, եկեք սահմանը բացեք, առևտուր անենք։ Համընկնում է դա Հայաստանի շահերին, թե չի համընկնում։ Հայաստանը դա ցանկանում է, թե չի ցանկանում։ Դա արդեն հարցի այլ կողմն է։ Գլխավորն այն է, որ այդ առաջարկը լինի եւ Հայաստանը կարողանա որոշում կայացնել։ Եվ հայ մարդը, երբ գնալու է ընտրատեղամաս ընտրությունների քիվաթերթիկը վերցնել որոշում է ում ընտրի, կարողանա իմանալ, որ կա այս առաջարկ եւ այս սպառնալիքը։ Եվ որոշի սպառնալիքներն ավելի շատ ահաբեկում, թե առաջարկն է ավելի գայթակղում, որ դրա հիման վրա սպառնալիքի ազդեցություն լինի ավելի քիչ։ ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների հայտարարությունը նաեւ ինչպես հասկանալ, պարոն Ղևոնդյան, թեև դրան այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ, որ քանի դեռ չկա գործընթաց Եվրամիության անդամակցելու, չկա իմաստ նաեւ հանրաքվե անցկացնելու, բայց այս հայտարարությունները ինչի մասին են, նույն Եվրամիության անդամակցելու մասով օրենքը ընդունվել է անցյալ տարվա մարտ ամսից, որևէ առաջընթաց այդ իմաստով չկա, բայց կարծես թե այդ իմաստով էլ հիմա է Ռուսաստանի մոտ անհանգստություն առաջացել։ Սա էլ հստակ նախընտրական
նախընտրական շանտաժ է։ Ակնհայտ է, որ նախընտրական շանտաժ է, բայց մինչ այդ մասը բացելը ես նշեմ, որ ԵԱՏՄ ղեկավարները կարող են ամեն օր նման հայտարարություններ անել, բայց որոշում կայացնել չեն կարող, որովհետև մեխանիզմը որոշման կայացման ենթադրում է կոնսենսուս, ինչը նշանակում է Հայաստանը եւս պետք է համաձայն լինի։ Բնականաբար Հայաստանը ինքը իր դեմ որևէ բանի համաձայն չի լինի եւ որոշում կայացնել հնարավոր չի լինի։ Իսկ 5 երկրներից 4-ը կարող են, ինչպես ասացի, օրը 10 անգամ կարող են կոչ անել կամ նման հայտարարություններով հանդես գալ, չեմ կարծում, որ դա որևէ կապ ունի իրական գործընթացների հետ։ Բայց ինչի համար հնարավոր դարձավ կամ ինչպես հնարավոր դարձավ, որ այդ հայտարարությունը գոյություն ունենա։ Իմ անձնական կարծիքով դա տեղի ունեցավ, որովհետև ԵԱՏՄ մյուս 3 երկրները ցանկացան Ռուսաստանին որոշակի բան մատուցել, ցանկացան Ռուսաստանի համար, քանի որ Հայաստանը այդքան կարևոր չի իրենց համար, նույնիսկ եթե Բելարուսին դուրս թողնենք, Բելարուսը մեծ հաճույքով հավանաբար ստորագրեց այդ փաստաթուղթը, Ղազախստանը եւ Qırğızստանը ուղղակի այս պահին իրենք Հայաստանի հետ կապված որևէ սահմանափակող բան չունեն, կարող են ցանկացած բան այդտեղ ստորագրել, ընդդեմ Հայաստանի, Ռուսաստանն էլ իրենց գործընկերն է, Ռուսաստանից էլ ինչ-որ բան կստանան դրա դիմաց։ Որոշեցին հաջողանալ այն։ Հաջողանալ չէ, ես կարծում եմ այստեղ առևտուր էր։ Մենք վաղը մյուս օրը կլսենք, որ Ղազախստանը ինչ-որ արտոնություն է ստացել, Qırğızստանը ինչ-որ ԵԱՏՄ-ի շրջանակում ինչ-որ բան է կարողացել անել, որը չի թույլատրվում օրինակ Բելարուսին, Հայաստանին եւ Ղազախստանին այս դեպքում եթե Qırğızստանն է անում։ Այսինքն սա ակնհայտ առևտուր է եղել եւ այդ առևտուրի տրամաբանության մեջ Ղազախստանը եւ Qırğızստանը Ռուսաստանին հաջողացել են, բայց հաջողանալ չասենք ինչի համար, որովհետեւ հաջողանալը ինչ որ բանի դիմաց չէ, այստեղ կոնկրետ առևտուր է եղել եւ սա մեկանգամյա ակցիա է ըստ ամենայնի դժվար թե անընդհատ Հայաստանի դեմ առևտուր լինի Ղազախստանի, Qırğızստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Ի վերջո այո, Ղազախստանը եւ Qırğızստանը մեկ անգամ Հայաստանի դեմ կարող է մի բան ստորագրել եւ առևտուր անել, բայց իրենք էլ չեն ցանկանա, հատկապես Ղազախստանը, որը բավական լավ հարաբերությունների մեջ է Հայաստանի, իրենք էլ չեն ցանկանա անընդհատ Հայաստանի դեմ ինչ-որ հայտարարություններ անել, կոչեր անել։ Ես ասացի օրը 10 անգամ կարող են անել, բայց ես կարծում եմ դա հնարավոր էլ չէ, որովհետև ի վերջո Ղազախստանը եւ Qırğızստանը ինչ որ պահից սկսած այլևս չեն միանա։ Բելարուսը կարող է միանալ, բայց Բելարուսը այնպեսի իզգոյ պետություն է դարձել աշխարհում, որ Բելարուսի միանալ չմիանալը մեզ համար էականորեն որևէ բան չի փոխում։ Եվ ԵԱՏՄ-ից դուրս գալով, որ այդքան սպառնում են, պարոն Ղևոնդյան, մենք գիտենք, որ շատ երկրներ կան, նույն Ադրբեջանը, Թուրքիան, որոնք ԵԱՏՄ անդամ երկրներ չեն, բայց մեծ առևտրաշրջանառություն ունեն Ռուսաստանի Դաշնության հետ։ ԵԱՏՄ-ից դուրս գալ նշանակում է Ռուսաստանի հետ առևտուրը զրոյացնել։ Գիտեք, ես քանի որ 2008 թվականից մաքսային գործընթացների անմիջական մասնակից եմ եղել, մինչև 2015 թվականը Հայաստանը ԵԱՏՄ անդամ չի եղել, բայց շատ մեծ ծավալի առևտրաշրջանառություն է ունեցել Ռուսաստանի հետ եւ այս նույն գյուղմթերքը հանգիստ գնացել է Ռուսաստան, ապրանքներ մենք ստացել ենք այնտեղից, ավելին ասեմ, եթե ինֆլյացիան ժամանակը հաշվի չառնենք, նույնիսկ ավելի լավն է եղել մեր առևտուրը, ապրանքաշրջանառությունը ավելի որակյալ է եղել, թվերի մասին չխոսենք բացարձակ, քան ԵԱՏՄ մուտք գործել գոնե առաջի տարիներին բավական խնդրահարույց էր, անորոշություններ էին եւ այլն, այնպես որ ԵԱՏՄ-ում չլինելը չի նշանակում Ռուսաստանի հետ առևտուր չանել, բայց մի կարևոր առանձնահատկություն կա, որտեղ իհարկե դա սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար, այս տարիների ընթացքում 11 տարիների ընթացքում ինչ Հայաստանը ԵԱՏՄ-ում է, Հայաստանի տնտեսությունը տեսության կառուցվածքը ձևավորվել է կամ վերափոխվել է ԵԱՏՄ-ի պահանջներին համապատասխան։ Եվ եթե հանկարծ առավոտյան արթնանում եք եւ տեսնում եք, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում չէ, այդ կառուցվածքը խնդիրներ է սկսում ունենալ, կառուցվածքը սկսելու է չաշխատել։ Այս առումով կարող են մեզ սպառնալ, բայց ես չեմ կարծում սպառնալիքի գործի վերածվելու հավանականություն կա, առաջին հերթին այն պատճառով, որ այնինչ ես նշեցի, այդ տնտեսության կառուցվածքի ԵԱՏՄ-ի տրամաբանության մեջ լինելը շատ մեծ չափով օգտագործվում է նույն Ռուսաստանի կողմից։ Օրինակ Ռուսաստանը ապրանքներ է ստանում, որոնք չի կարողանում ստանալ ուղիղ ընդհանրենք եվրոպական երկրներից։ Խոսքը պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մասին չէ, խոսքը այն ապրանքների մասին է, որոնք արտադրողները որոշակի բարոյական կամ այլ գործընկերների հետ հարաբերությունների պատճառով չեն ցանկանում վաճառել ուղիղ Ռուսաստանին։ Վաճառում են Հայաստանին, Հայաստանը տալիս է Ռուսաստանին, բոլորը գոհ են, բոլորը բավարարված են, արանքում Հայաստանը փող է աշխատում, Ռուսաստանը ստանում է այն, ինչ ցանկանում է ստանալ, արտադրողը վաճառում է իր ապրանքը նորից գոհ է, բայց ուղիղ չեն վաճառում եւ իրենց գործընկերներն ասում են, տեսեք, մենք ուղիղ չենք վաճառում, մենք ինչ անենք, որ Հայաստանը տալիս է Ռուսաստանին։ Բազմաթիվ նմանատիպ մեխանիզմներ կան եւ այս մեխանիզմները Ռուսաստանին անհրաժեշտ են այսօր։
Մյուս կողմից Հայաստանից կան ապրանքներ, որ Ռուսաստանը ստանում է եւ Ռուսաստանը չի կարող դրանք ստանալ այլ երկրներից։ Օրինակ Ռուսաստանը որևէ երկրից ջերմուկ ստանալ չի կարող։ Ռուսաստանը որևէ երկրից, չգիտեմ, հայկական ծիրան ստանալ չի կարող։ Եվ կարող է Ռուսաստանը արդյոք առանց դրանց ապրել, իհարկե կարող է առանց դրանց ապրել, բայց Ռուսաստանը չի ցանկանում, ռուսները չեն ցանկանում առանց դրանց ապրել եւ ինչ որ ժամանակ հետո միևնույն է ռուսները շարունակելու են գտնել, փնտրելու են եւ գտնելու են մեխանիզմներ, թե ինչպես այդ նույն ապրանքները Ռուսաստանում սպառել եւ գտնելու են անպայման մեխանիզմներ, որովհետեւ Ռուսաստանը այնպիսի պետություն է, որ Ռուսաստանի նախագահից սկսած մինչև վերջին ռուսաստանցին, եթե այդպես կարելի է իհարկե ասել, բացարձակապես թքած ունեն օրենքների եւ սահմանադրության վրա եւ եթե իրենք ինչ որ հնարավորություններ են ցանկանում գտնել ինչ որ բան անելու, անկախ նրանից թե ինչ օրենք է գործում, իրենք դա կարողանում են անել, հատկապես եթե որոշակի գումարներ են տիրապետում Ռուսաստանում փողով համարյա ամեն ինչ նույնիսկ կարելի է մարդ սպանել եւ քեզ ոչինչ չլինի, եթե դու տիրապետում ես համապատասխան քանակի գումարների։ Էլ որ մնաց ջերմուկ կամ հայկական ծիրան ստանալը։ Ակնհայտորեն նրանք դա ստանալու են։ Այսինքն այստեղ խնդիրը բացառապես վերաբերում է քաղաքական մասին, քաղաքական առումով ճնշումները ինչքան կլինեն դրանք, ինչպես կազդեն հայ մարդու վրա, հայ մարդը ինչպիսի վարկագիծ կդրսևորի ընտրությունների ժամանակ, կգա հունիսի 8-ը Հայաստանում արդեն ակնհայտ է, որ իշխանության փոփոխության հավանականությունը գրեթե զրոյական է, կշարունակի իշխել քաղաքացիական պայմանագիրը եւ ընդհանրապես մի քանի ժամ հետո ես չեմ զարմանա, եթե առաջին շնորհավորողներից մեկը Նիկոլ Փաշինյանն լինի Վլադիմիր Պուտին։ Պարոն Ղևոնդյան, մենք այս մասին խոսել ենք, երբ նմանատիպ հայտարարություն արել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ զուգահեռներ էր անցկացրել Ուկրաինայի եւ Հայաստանի միջև, հիշեցրել էր, որ չի ուզում, որ Հայաստանը գնա ուկրաինական ճանապարհով, հիմա նրան երկրորդում է Լուկաշենկոն։ Որքան էլ որ սրանք հայտարարություն են, նախընտրական տրամաբանության մեջ են, բայց նման հայտարարությունները նաեւ վտանգավոր չեն, պարոն Ղևոնդյան, պետք չէ հաշվի առնել նաեւ նմանօրինակ ռիսկերը։ Գիտեք, մինչ այս պահը մեր զրույցի մենք կապում էինք ամեն ինչ ընտրությունների հետ եւ որոշակի տրամաբանության մեջ ճիշտ էինք անում, որովհետեւ ընտրություններից հետո նվազելու է այս ճնշումը, ընտրությունից հետո որոշակի բնականոն հարաբերությունների տեսք է ստանալու իրավիճակը, բայց կա մի շատ կարևոր բան, որ ընտրություններից հետո էլ շարունակվելու են որոշակի գործընթացներ եւ պարտադիր չէ, որ ընտրություններ լինեն, որ Ռուսաստանը որոշի այդ հիբրիդային գրոհները սաստկացնել, որովհետեւ ընդհանրապես մարելի է, չեմ հավատում, որ հնարավոր է, քանի դեռ Կրեմլում Պուտինն է, բայց որոշակիորեն մեղմացնել հարաբերությունները հաստատապես կլինի հունիսի 8-ից հետո։ Բայց դրանք նորից կսրվեն այն ժամանակ, երբ Հայաստանը կսկսի որոշակի քայլեր կատարել։ Օրինակ, կսկսի կառուցվել տրիպի կառուցման սկիզբը էական վտանգ է Ռուսաստանի շահերին եւ Ռուսաստանը այդ ժամանակ նորից սկսելու է այդ հիբրիդային գրոհները սաստկացնել։ Կամ Հայաստանը իր չափորոշիչներով կհասնի եւ վիզաների ազատականացման պահը կգա։ Սա եւս Ռուսաստանի համար անցանկալի է, այդ ժամանակ էլ մենք մեծ հավանականությամբ կտեսնենք հիբրիդային հարձակումներ։ Եվ այդ բոլոր հիբրիդային հարձակումները ուղեկցվելու են հենց նման խոսույթով Ուկրաինայի ու Հայաստանի ուկրաինացում, Ուկրաինայի սցենար եւ այլն եւ այլն։ Բայց հասնել դրան ես կարծում եմ շատ քիչ հավանական է։ Նախ կարող է լինել ուկրաինական սցենար մեկ դեպքում, եթե Հայաստանը արդեն հաստատապես վերջնականապես Ռուսաստանից փոխվելուց լինի եւ գնալու լինի դեպի Եվրամիություն։ Դա երբ կարող է լինել։ Դա կարող է լինել այն ժամանակ, երբ Հայաստանը բոլոր չափանիշներով համապատասխանի Եվրամիության չափանիշներին, դիմում ուղարկի եւ Եվրամիություն քննարկեն արդեն Հայաստանի Եվրամիության անդամ դառնալը։ Իսկ դա իր հերթին կարող է լինել 10 տարի ամենակիչը 10 տարի որոշ զարգացումների դեպքում հաշվի առնելով թե Հայաստանը ինչպես է աշխատում սովորաբար նույնիսկ 15-20 տարի հետո։ Արդյոք 15-20 տարի հետո Ռուսաստանում կլինի այս իշխանությունը, արդյոք 15-20 տարի հետո Ռուսաստանը կլինի Եվրոպայի թշնամին, թե չի լինի։ Ի վերջո Պուտինը մարդ է, մի օր, ասենք, բնական պատճառներով նա գոյություն չի ունենալու, արդյոք 15-20 տարի հետո 90-ամյա կամ 95-ամյա Պուտինը կլինի, թե չի լինի, կամ եթե լինի իշխանություն կունենա, թե չի ունենա։ Այսինքն այստեղ եթեները այնքան շատ են, որ նման զարգացում կանխատեսել նման իրավիճակում Ուկրաինայի պատերազմը ինչով ավարտված կլինի, ինչ հարաբերություններ կլինեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև եւ այլն, այնքան շատ են եթեները, որ կարծել թե Հայաստանը ահա եթե այս ճանապարհով է գնում 15 տարի հետո Եվրամիության հայտ է ներկայացնելու եւ Ռուսաստանը հարձակվելու է, կարծում եմ սա այդ Կիկոսի մահի ժանրից է, առավել եւս որ ֆիզիկապես Հայաստանը եւ Ռուսաստանը սահման չունեն, 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները խիստ սահմանափակ են, Հայաստանը մեծ թեթևությամբ կարող է շատ արագ
մեկուսացնել 100-րդ ռազմաբազան, եթե փորձեն Հայաստանի դեմ անօրինական ինչ-որ գործողություններ իրականացնել։ Այո, Երևանը ռմբակոծելու վտանգ միշտ կա որպես ծայրահեղ անհավանական զարգացում, բայց կա այդ վտանգը։ Էրեբունու օդանավակայանը նկատի ունեք։ Էրեբունու օդանավակայանն էլ կարելի է շատ արագ մեկուսացնել եւ այլն, բայց նորից նշեմ, դրա հավանականությունը կարող լինել այն պահին, երբ Հայաստանը վերջնականապես այսօրվա իրողության պայմաններում վերջնականապես դուրս գա Ռուսաստանի բոլոր կազմակերպություններից եւ միանգամից Եվրամիության հայտ ներկայացնի եւ արդեն լինի այդ պահը, որ գնալու ենք դեպի Եվրամիություն եւ Ռուսաստանը չցանկանա թույլ տա որ Հայաստանը գնա, բայց նորից նշեմ, սա ավելի նման է Կիկոսի մահի։ Պարոն Ղևոնդյան, այդքան վախեցնող չէ Ռուսաստանի Դաշնությունից եկող հայտարարությունները եւ տեղ-տեղ սպառնալիքները, շանտաժը, որովհետեւ հասկանալի է Ռուսաստանը իր շահերն ունի, հետապնդում է իր շահերը, որոշակիորեն ուզում է այստեղ հանրության վրա որոշակիորեն նաև ազդել եւ նրանց ընտրության արդյունքների վրա որոշակիորեն ազդել, բայց հետաքրքիր է, որ որոշ քաղաքական ուժեր, դերակատարներ, այդ թվում երկրորդ նախագահը, որ օրերս հարցազրույցով հանդես եկավ եւ ամբողջությամբ այսպես իր զրույցը կառուցեց այն տրամաբանության մեջ, որ մեղավորը Հայաստանն է, Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը մեղավոր չէին, այստեղ էլի Հայաստանն էր մեղավոր, որ վատ թարացրել էր հարաբերությունները, պատերազմը սադրել է հայկական կողմը Հայաստանը, ինչպես հասկանալ այս ամենը եւ անգամ սուտ վկայություն է տալիս, ասում է փառուխի դեպքերը տեղի ունեցան, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, այն դեպքում մենք գիտենք փառուխը տեղի ունեցել 2022 թվականի մարտին, իսկ Արցախը Ադրբեջանի կազմում Պրահայում Նիկոլ Փաշինյանը ճանաչել է հոկտեմբերին։ Այս հայտարարությունները արդյոք ավելի վտանգավոր չեն, քան Ռուսաստանից եկող հայտարարությունները։ Գիտեք, պատմության մեջ մենք ունեցել ենք ժամանակ առ ժամանակ ղեկավարներ, թագավորներ նույնիսկ, ովքեր գործել են այլ պետության շահերից Հայաստանի ներսում։ Օրինակ, մեկ օրինակ Վարազդատը Արշակունիների տոհմից, ով հայտնի է ավելի որպես օլիմպիադաների հաղթող սպորտային ինչ-որ հաղթանակների հասած, բայց իրականում նա Հայաստանի Հանրապետությունում առաջ էր մղում Հռոմի շահերը, Հռոմի բյուզանդական կայսրության շահերը։ Եվ ցավոք սրտի պատմության մեջ կմնա նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, որն էլ առաջ էր մղում նորից այլ երկրի Ռուսաստանի շահերը, եւ հավանաբար 100 տարի հետո, 500 տարի հետո, 1000 տարի հետո, ինչպես մենք հիմա Վարազդատն ենք հիշում, եւ որին վռնդեցին իմիջիայլոց Հայաստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետություն չէ, Հայաստանի Թագավորությունից, քանի որ այլ երկրի շահերը սպասարկում մեր նախարարները, այդպես էլ 100-500 հազար տարի հետո կհիշեն, որ Հայաստանում եղել է մի նախագահ, ով Ռուսաստանի շահերն է Հայաստանի Հանրապետությունում սպասարկել։ Ռոբերտ Քոչարյանը մշտապես իր կառավարության ժամանակաշրջանում դրանից հետո հիմա մշտապես սպասարկել է Ռուսաստանի շահերը Հայաստանի Հանրապետությունում, իհարկե կարելի է ենթադրել, որ նա անձնական շահեր ունի, բայց կարծես թե ես ինչքան որ նայում եմ, կարծես թե այստեղ ավելի շատ գաղափարական որոշակի բաղադրիչ կա, նա գաղափարապես իրեն համարում է մի դերասան էլ ունենք այդպիսի դերասան Շոումեն, իրեն համարում է այդ Կալինինգրադից մինչև Մագադան երկրի ուրեմն ներկայացուցիչ, ոչ թե Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ։ Ցավոք սրտի նման մարդիկ կան եւ նման նախագահ ենք ունեցել։ Այնպես որ այն որ Ռոբերտ Քոչարյանը ասում է թե Հայաստանը ինչ-որ բանում մեղավոր է, Հայաստանը սարեց, Հայաստանը նա արեց, ունի մեկ պարզ բացատրություն։ Նա Ռուսաստանի ներկայացուցիչն է, նա ցանկանում է պաշտպանել Ռուսաստանին։ Նա անում է այն ինչ կաներ ցանկացած Ռուսաստանի ներկայացուցիչ, ով հայրենասեր է իր երկրի, ով նվիրված է իր երկրի ղեկավարին, իր ուրեմն իշխանությանը եւ փորձում է արդարացնել իր երկրին։ Մոտավորապես այն ինչ ես կանեի ցանկացած այլ երկրում Հայաստանի շահերի հիման վրա, օրինակ եթե Հայաստանը ինչ որ միջազգային իրավունքի խախտմամբ ինչ որ բան աներ, ես գնայի այլ երկիր կփորձեի արդարացնել Հայաստանին։ Հիմա նույն բանը փորձում է անել Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում, քանի որ նա Ռուսաստանի շահերի սպասարկու է եւ գաղափարապես իրեն պատկերացնում է ռուսաստանցի եւ ոչ թե Հայաստանի Հանրապետություն։ Բայց ամեն դեպքում երբ խոսում է օրինակ կոռուպցիայի մասին, ընտրակեղծարարության մասին, չի հերքում, պարզապես ասում է հիմա էլ կա, հիմա չկա, ինչի, կամ մարտի 1-ի դեպքերի մասին, ոստիկանության բիրտ ուժի մասին, ասում է, որ Լևոն Քոչարյանն էլ օրինակ ուղեղի ցնցում ստացավ, երևի հենց դրանով պայմանավորված հետո մտավ ազգային ժողով եւ սկսեց զբաղվել պատգամավորական գործունեությամբ, բայց այս մեղադրանքները, երբ օրինակ Միեդի հայտնի վճռից հետո Ռոբերտ Քոչարյանը կրկին մեղադրում է ցուցարարներին, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանին, երբ են այս խոսակցությունները եւ այս ամենը ավարտվելու, որովհետեւ Միեդի վճռից հետո կարծես թե այստեղ այլ կարծիք պետք է չլիներ։ Այս խոսակցությունները կավարտվեն մեկ ժամանակ, եթե դատարանը ապացուցի Ռոբերտ Քոչարյանի մեղքը եւ նա իր պատիժը կրի, պատիժը կրելու վայրում։
թեև այնտեղից էլ կարող է որոշ հայտարարություններ անել, բայց կարծում եմ արդեն այդ ժամանակ կլինի դատարանի վճիռ եւ խոսակցություններն այն մասին թե ով էր մեղավոր, ինչքան էր մեղավոր եւ այլն, կունենան փաստաթղթային ենք։ Հիմա քանի դեռ այո, միեդի վճիռը կա, բայց Հայաստանի Հանրապետությունում համապատասխան ընթացակարգեր չեն իրականացվել, ցանկացած մեկը կարող է իր տեսակետը հայտնել եւ այդ տեսակետը իրավունք ունի գոյություն ունենալ, ինչպես մյուսներին։ Ես այստեղ ակնհայտորեն քննադատում եմ Հայաստանի իշխանություններին, որոնք այսքան տարիների ընթացքում այդ հարցը չեն լուծել եւ մեղավորները չեն պատժվել։ Ես չեմ նշում Ռոբերտ Քոչարյանի մասին կոնկրետ։ Մեղավորները պիտի դատարանի որոշմամբ արդեն պատիժը կրելուց լինեն կամ կրած ավարտած լինեին։ Այդ ժամանակ այլևս Ռոբերտ Քոչարյանը չէր կարողանա ասել, եթե ինքը մեղավոր ճանաչվեր, չէր կարողանա ասել, որ ես մեղավոր չեմ եղել, այո գլոբալ, քանի որ նախագահը ինչպես ասում էր, ես քանի որ նախագահի այո գլոբալ ես մեղք ունեի, բայց իմ գործողությունները ճիշտ են եղել։ Դատարանը որոշած կլիներ, որ ոչ, եղբայր, քո գործողությունները ճիշտ չեն եղել, դու այստեղ սխալ ես արել, հանցանք ես գործել եւ դրա համար պիտի պատիժ կրես կամ ենթադրենք ինչ որ հիմքով պիտի պատիժ ազատվես, բայց սխալ է եղել դա։ Այնպես որ կարծել թե այս իրավիճակում, այն իրավիճակում, երբ այդ մարդը քաղաքական հայտ է ներկայացնել, ցանկանում է նորից գլխավոր պետությունը եւ այլն, նման խոսակցությունները դադարելու են, ես կարծում եմ միամտություն։ Եվ քարոզարշավի վերջին օրերն են, պարոն Ղևոնդյան, փոխարեն ծրագրերի, գաղափարների, այսպես շուրջ դիսկուս տեսնենք, հակառակը մենք տեսնում ենք, որ որոշ ուժեր էլի այսպես ստի վրա հենված թեզեր են տարածում, պարբերաբար անգամ սոցիալական հարթակներում, յուրաքանչյուր սոցիալական հարթակ բացում այս այդ գովազդներն են 300,000 ադրբեջանցիների մասին, վերջին օրերին խոսում են այն մասին նաև, որ Ռուսաստանը 300,000 հայերի է դեպորտացիա անելու եւ նրանք գալու են Հայաստան։ Հասկանանք նախ ինչով է պայմանավորված այս 300,000 աշխատատեղ, 300,000 ադրբեջանցիներ, հիմա Ռուսաստանի Դաշնությունում 300,000 հայեր, որ դեպորտացիայի են ենթարկվելու եւ նաև վտանգավոր չեն դառնում արդեն այս թեզերը, այն դեպքում, երբ պաշտոնական մակարդակում բազմիցս հերկվել է, ընդ որում նաև ադրբեջանական կողմից, ինչքան էլ որ տարօրինակ է, բայց այս թեզերը շարունակում են, այսպես ասած, ներքաղաքական դաշտում կյանք ունենալ, տեղ ունենալ, վտանգավոր չեն սրանք։ Մարդկանց կոգնիտիվ առողջության վրա այնուամենայնիվ դրանք ազդում են։ Գիտեք, ջան, իրավիճակն այնպեսին է, որ քաղաքական ուժերը փորձում են տանել ձայներ, ով ինչով կարող է։ Իշխանությունը կարող է ձայներ տանել խաղաղության օրակարգով, խաղաղության օրակարգի մասին է խոսում։ Սամվել Կարապետյանը կարծում է կամ իր թիմում կարծում է կարող են ձայներ տանել 300,000-ի վախով, փորձում է 300,000-ի վախով, ու կապ չունի 300,000 ադրբեջանցիներին է վերաբերում, աշխատատեղերի խոստմանն է վերաբերվում, թե Ռուսաստանից հայերի գալուն է վերաբերվում, թե ինչու է բոլոր 300,000, ճիշտ ասած ես կարող եմ միայն ենթադրել, որ հաշվի առնելով այդ թիմում հավաքվածների սահմանափակ մտավոր կարողությունները, իրենք այդ թվից դուրս ոչ մի թիվ չեն կարողանում ուղղակի ստեղծել, հորինել կամ մտածել, իհարկե սա կատակ է, բայց թե ինչու է 300,000, երևի իրենց պետք է հարցնենք, բայց թե ինչու է հենց ադրբեջանցիների գալը, Ռուսաստանից հայերի գալը ակնհայտ է, որովհետև դրա տակ են նրանք հաշվարկել, որ կարող են ձայներ տանել։ Ռոբերտ Քոչարյանն մեկ ուրիշ բան է ասում, Թաթոյանն մեկ այլ բան է ասում, Մարուկյանը մեկ ուրիշ բան է ասում, Գուրգեն Սիմոնյանն մեկ այլ բան ասում։ Այսինքն ամեն մեկը փորձում է կարճել նրանից ինչից կարող է։ Պատկերացրեք խորտակվող նավ, որտեղ ինչ որ մեկը կարողանում է տախտակամածին նստել, այն մյուսը կողքից ընկնում է, կարող է միայն բռնել։ Այսինքն ում հասել է տախտակամածը նստելու տեղ, աթոռ, հարմար պայմաններ ուտելիքն է, դրանից է օգտվում, ում հասել է այդ մի հատ բռնելու տեղը, այդ մի տեղից է բռնում։ Բոլորը փորձում են չխորտակվել, բոլորը փորձում են այդ նավի հետ հասնել մինչև հանգրվան, բայց բոլորի հնարավորությունները հավասար չեն։ Տեսեք, մենք ունենք նաև մի կուսակցություն, որը իր կրեատիվ մոտեցումներով է հայտնի, բոլորին դեմը, նրանք էլ փորձում են ինչ-որ այդ կոստյումների միջոցով մարդկանց ուշադրություն գրավել։ Ով ինչ կարողանում է եւ կարողանում են կապված է ոչ միայն ռեսուրսների հետ, կարողանում են կապված է նաև մտավորունակությունների հետ, ինչի մասին խոսեցինք։ Մարդիկ կան, այդքան են պատկերացնում, այդքան են անում։ Իսկ Ինսայդերի դոսիեի Կովկասյան քրոնիկայի բացահայտումները սրանք պետք է պարզապես կարդալ, գիտություն ընդունել, անցնել առաջ, թե սրանցով պետք է իրավապահ մարմինները զբաղվեն, սա ազգային անվտանգության համար խնդիր չէ, պարոն Ղևոնդյան։ Քաղաքական առումով այո, կարծում եմ սա բավական լուրջ բացահայտում է եւ անհրաժեշտ է գնալ այդ դրանց հետևից, հասկանալ ինչքանով են հիմնավոր, ինչքանով հիմնավոր չեն, ով ինչքան, օրինակ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է դավաճանական գործողության մեջ, իսկ այդ ինսայդերի հրապարակածում կան այլ անուններ եւս եւ մարդիկ, ովքեր գուցե նմանատիպ ինչ-որ բան են արել։ Պետք է գնալ գտնել, եթե օրենք են խախտել, նրանք պետք է պատժվեն։ Իհարկե իրավաբանները դա պետք է գնահատեն, թե ինչքանով է դա իրավական, ինչքանով իրավական չէ, բայց քաղաքական առումով նշեմ, որ այդ ինսայդերի հրապարակումը էական ազդեցություն ընտրությունների վրա չի ունենալու։
Ինչու չի ունենալու, որովհետև այն մարդիկ, ովքեր օրինակ Սամվել Կարապետյանին ցանկանում ձայն տալ, բայց այդ ինսայդերում ինչ-որ բան են կարդում, հիասթափվում են, չեն գնալու ձայն տան Նիկոլ Փաշինյանին կամ նույնիսկ Արամ Սարգսյանին կամ Գուրգեն Սիմոնյանին։ Նրանք գնալու են ձայն տալ Ռոբերտ Քոչարյանին կամ Թաթոյանին, այսինքն նորից նույն թևում են մնալու։ Այն մարդիկ, ովքեր ձայն էին տալու, ուզում էին ձայն տալ Մարուքյանին, բնականաբար նրանք էլ չեն քվեարկի կամ երբ տեսան Մարուքյանի անունը իրենց վրա ազդեցություն գործել, նրանք չեն քվեարկի Նիկոլ Փաշինյանն, էլի կգնանք քվեարկեն ռուսամետ ինչ-որ այլ ուժի, որի գործողությունը իրենք գնահատեն, որ այնքան էլ Հայաստանի դեմ չի եղել կամ նմանատիպ իրավիճակ, բայց շատ ավելի հետաքրքիր է, որ ինսայդերի հրապարակումը դրական ազդեցություն կարող է ունենալ այն մարդկանց նկատմամբ, այն քաղաքական ուժերի համար, որոնք ակնհայտ ռուսական նարատիվներ են տարածում Հայաստանում։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի համար դա դրական ազդեցություն կունենա։ Ինչու՞, որովհետև Ռոբերտ Քոչարյանին տատանվողները իրեն ընտրեն, թե Սամվել Կարապետյանին ընտրեն, տեսնելով Ռոբերտ Քոչարյանի այդ Ռուսաստան Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժում որևէ մեկի կողմից Ռուսաստանի հետ այդ ակտիվ հարաբերությունները, ընդհակառակը կասեն, սրանք ավելի են կապված Ռուսաստանի հետ, գնանք իրենց ընտրենք, որովհետև մենք ուզում ենք դա քիմիայի մասն են խոսում, գնանք ընտրենք իրենց, որովհետև իրենք ավելի շատ կբերեն Ռուսաստանի ազդեցությունը։ Այսինքն, քանի որ դաշտը ակնհայտորեն բաժանված է երկու մասի, մի մասը ատում է Նիկոլ Փաշինյանի եւ ցանկանում է Ռուսաստանի ազդեցություն, մյուս մասը, որը ավելի շատ է, ատում է ռուսական ազդեցությունը եւ ցանկանում է, որ ցանկացած դեպքում ով ուզում է լինի նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, թեև որոշ հաստատվածներ կան, միայն թե ռուսները չգան, այդ երկու դաշտերի ներկայացուցիչները մեկը մյուսի դաշտ անցնելը կարծում անհավանական է։ Նույն դաշտում գուցե ինչ-որ փոփոխություններ լինեն եւ ինսայդերի հրապարակումը այստեղ կարող է փոփոխություններ բերել, թեև այստեղ կա մի շատ կարևոր առանձնահատկություն։ Նույն Ռոբերտ Քոչարյանի դեպքում անցնել-չանցնելու խնդիր կա։ Եթե Սամվել Կարապետյանը ինսայդերի հրապարակման արդյունքում կարող է 1%, 2% ավել կամ պակաս ստանալ, ապա Ռոբերտ Քոչարյանը դրա արդյունքում կարող է անցնել կամ չանցնել։ Եվ սա էական ազդեցություն կարող է համարվել։ Բայց գլոբալ առումով ազդեցությունը ուժերի հարաբերակցության տրամաբանության մեջ ոչինչ չի փոխվում։ Պարոն Ղևոնդյան, իսկ սա խնդիր չէ, որ երբեմն մարդիկ ընտրում են անձերի, ոչ թե կուսակցությունների ու նրանց ծրագրերը։ Այդ ասեք կարևոր բան նշեցիք, որ մի զանգված կա, որ ատում է Նիկոլ Փաշինյանին եւ գնալու է այսպես թե այնպես ընտրելու է ռուսամետ ուժերին, եւ հակառակ զանգվածը, որ ատում է ռուսամետ սեգմենտին, երկրորդ նախագահին, մյուսին եւ գնալու է ընտրելու է Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն չի հենվում գաղափարի վրա ընտրությունը։ Ես ձեր հարցի մեջ մեկ բառի հետ համաձայն չեմ, որ դուք ասում եք երբեմն չէ, միշտ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական դաշտը անձնավորված է։ Հայաստանում մեկ քաղաքական ուժ է եղել, որը անձնավորված չի եղել, բայց Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ դա էլ անձնավորվեց, դա Դաշնակցությունն է եղել։ Մնացած բոլոր քաղաքական ուժերը անձնավորված են, մնացած բոլոր քաղաքական ուժերը ներկայացվում են իրենց լիդերի դեմքով։ Դա վատ է։ Կուսակցական համակարգի զարգացման համար, դա վատ է ժողովրդավարական արժեքների արմատավորման համար, բայց դա իրականություն է Հայաստանում 35 տարիների ընթացքում մենք չենք կարողացել գաղափարական պայքարի դաշտ տեղափոխել հարաբերությունները, մնացել են անձնական պայքարի դաշտում։ Դրա ապացույցը հետևյալն է. հանեք ցանկացած քաղաքական ուժի առաջին համանիվ, այդ քաղաքական ուժի ձայները կրկնակից ավելի կնվազեն։ Որևէ քաղաքական ուժ վերցրեք, որն ուզում եք, լիդերին հանեք, առաջին համարին հանեք եւ միանգամից էական փլուզում կլինի այդ քաղաքական ուժի հնարավորություններում։ Այն իրավիճակը, որը մենք ապրում ենք այն կամ գործում ենք այն իրադրությունում, այն իրավիճակում, որը գոյություն ունի։ Հիմա իրավիճակը դա է, անձնավորված է քաղաքական դաշտը։ Կգա ժամանակ, որ գաղափարական պայքար կլինի, կուրախանանք։ Հիմա այսօր չկա այդ ժամանակը, կա անձնավորված պայքար, ստիպված ենք հասկանալ, թե անձնավորված պայքարում ինչ է հնարավոր անել, որտեղ է հնարավոր անել, իսկ ինչ է պետք անել, որ գաղափարական դաշտ կա, պետք է կրթել Հայաստանի հասարակությանը։ Դա ոչ միայն իշխանությունների գործն է, թեև շատ մեծ մասով իրենց գործն է, բայց դա նաև լրագրողների գործն է, դա փորձագետների գործն է, դա Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների գործն է, ընդ որում անկախ նրանից նրանք ռուսամետ են, արևմտամետ են, Հայաստանակենտրոն են, թե այլ կողմ են ներկայացնում, միևնույն է, իրենց գործն է կրթել Հայաստանի ժողովրդին, որ ի վերջո գա ինչ-որ մի պահ, որ այդ անձնական պայքարը անցնի գաղափարական դաշտ։ Այլ հարց, որ կլինեն կազմակերպություններ կամ նույնիսկ քաղաքական ուժեր, որոնց ձեռնտու չի լինի դա։ Անձնավորվածի դեպքում իրենց ձեռնտու կլինի այդպես, որ իրենք կարողանան օրինակ Պուտին ասելով Հայաստանում ձայներ տանել։ Բայց Հայաստանի Հանրապետության շահերից է բխում, որ ի վերջո այդ
փոփոխությունը լինի։ Եվ Դա չեմ կարող։ Մեր զրույցը ամփոփենք պարոն Ղևոնդյան զորահանդեսով։ Մայիսի 28-ին տեղի ունեցավ զորահանդես, նախ ընդհանուր առմամբ կուզենամ ձեր տեսակետը լսել, թե ինչ տեսակ դուք ինչ զգացողություններ ունեք եւ ամենատարբեր քաղաքական ուժերից եւ նախկին նախագահների այս հայտարարությունները նույն Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այսօր լքված զավակ է բանակը հիշեցնում, Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ իրենց իշխանության օրոք զենքը լինելու է ձրի, այսպես ասած մանանայի նման օդից թափվելու է եւ Ռոբերտ Քոչարյանը հանրայինի տաղավարում ասաց, որ խառը զգացողություններ ունի, այդպես էլ չկարողանալով բացատրել, թե ինչ է նշանակում խառը զգացողություններ։ Ընդհանուր առմամբ այս առումով ձեր տեսակետը եւ նաեւ քննադատությունները տեղին են թե ոչ։ Նախ նշեմ, որ ես կարծում եմ բավական հաջողված զորահանդես էր, այն ինչ ցուցադրվեց իրականում ոչ ամեն ինչ ցուցադրվեց, պաշտպանության նախարարը նշեց, որ ամեն ինչ չի որ ցուցադրվել է, այն ինչ ցուցադրվեց բավական առաջադեմ էր, որակյալ էր, այո, ամենաբարձր մակարդակի զենքերը չէր, բայց մեր տարածաշրջանի համար աննախադեպ զենքեր էր, ոչ Վրաստանը, ոչ նույնիսկ Ադրբեջանը նման որակի, նման ուրեմն հնարավորություններով զենքեր չեն ունեցել մինչև վերջերս, թեև Ադրբեջանը սկսում է արդեն զինվել նման օրինակ զենքերով եւ պետք է նշել, որ այն ինչ ցուցադրվեց, դա հնարավորություն է Հայաստանի համար, նորից նշեմ, ոչինչ չի ավարտվել։ Դա հնարավորություն է ընդհանրապես Հայաստանի համար ունենալ այնպիսի բանակ, որը տարածաշրջանում կարողանա խնդիրներ լուծել։ Առաջին հերթին մեր պաշտպանության խնդիրները կարողանա լուծել։ Շատ կարևոր է, որ շարունակական լինի այդ ամենը, մենք չբավարարվենք նրանով, ինչ ձեռք ենք բերել եւ կարողանանք զարգացնել, ավելացնել, ավելի հզորացնել մեր բանակը։ Ինչ վերաբերում է արձագանքներին, Նարեկ Կարապետյանի արձագանքը ակնհայտ է, որ մեկ հիմք ունի եւ այդ հիմքն այն է, որ նրանք էլ ասելու բան չունեին, միակ բանը կարող էր վերաբերվել գնին։ Դուք բերել եք փող, մենք կբերենք անվճար։ Իհարկե Նարեկ Կարապետյանը չի մանրամասնել, չէր կարող մանրամասնել, որ այդ անվճարը չի լինի Սեզար օրինակ, որովհետեւ որևէ մեկը Սամվել Կարապետյանի կամ Նարեկ Կարապետյանի վարչապետության դեպքում Հայաստանին Սեզար չի տա, չի մատակարարի։ Կարծում եմ ակնհայտ է կարիք չկա ասելու թե ինչու։ Դրանք կլինեն ռուսական արտադրության, իսկ ռուսական արտադրությունը զրույցի սկզբում էլ ասացինք, որ զիջում է համաշխարհային առաջատար արտադրողների հնարավորություններին, մեկ պարզ պատճառով, որտեղ Ռուսաստանը հետամնաց տեխնոլոգիական երկիր, տեխնոլոգիական առումով հետամնաց երկիր է, իսկ օրինակ Ֆրանսիան առաջատար երկիր է, այլ առաջատար երկրներ եւս կան, որոնցից օրինակ մենք արդեն զինամթերք ունենք, թեև չցուցադրվեց։ Շատ կարևոր է Միացյալ Նահանգները, որի արտադրության մենք տեսանք հայերեն նիզակները, այսպես ասենք, ցուցադրվեցին եւ Միացյալ Նահանգները ակնհայտորեն առաջատարն է տեխնոլոգիական առումով ռազմական ոլորտում, այնպես որ անվճար կարող ենք բերել, բայց այդ անվճար բերածը չի լինելու այն որակյալ մակարդակի, որը կա հիմա, ընդ որում անվճար ոչինչ չկա, եկեք դա էլ հասկանանք, անվճար մեզ կտան այն դեպքում, եթե մենք էլ օրինակ թրիպը չկառուցենք։ Դրա դիմաց ինչ-որ մի բան։ Դա կլինի վճարը, կգա այդպես ֆանտաստիկ ինչ-որ մի տարբերակում Հայաստանում վարչապետ կդառնա Սամվել Կարապետյանը, որ թրիպը չի կառուցի, դրա դիմաց Ռուսաստանը մեզ կտա իր արտադրած այդ երկրորդ սորտի զենքերը։ Դրա գումար չի վերցնի, բայց դա չէ որ դա անվճար է։ Թեև չեմ կարծում Նարեկ Կարապետյանը չկհասկանա թե ես նոր ինչ ասացի, բայց ամեն դեպքում տրամաբանություն սա է, կարծում եմ մարդկանց մեծ մասը կհասկանա։ Ինչ վերաբերում է մյուսների խոսքերին, ապա ակնհայտ է, որ բոլորն էլ փորձում էին այդ տպավորությունը մեղմացնել, որովհետև ինչպես օրինակ մայիսի 4-ից 6-ը տեղի ունեցած իրադարձությունները ակնհայտորեն ավելացրին Հայաստանի ներկայ իշխանությունների վարկանիշը, այնպես էլ մի փոքր նվազեց դրանից հետո, այնպես էլ մայիսի 28-ի այդ զորահանդեսը նորից ակնհայտ ի նպաստ իշխանությունների վարկանիշի տեղի ունեցավ, այստեղ համընկավ Հայաստանի Հանրապետության շահը քաղաքացիական պայմանագրի կուսակցության շահի հետ, շատ լավ է որ համընկավ, դա քաղաքական տեխնոլոգիա է, որը կիրառեց իշխանությունը, բայց քանի որ համընկնում էր Հայաստանի Հանրապետության շահերի հետ, ես այդտեղ որևէ քննադատություն չունեմ, լավ են արել, համընկնում են, արել են, եւ փորձեցին որոշակի ստվերել այդ իրադարձությունը, որ կարողանան նաև այլ ուժերի վարկանիշների վրա մեծ ազդեցությունից զերծ մնալ, թե ինչքանով ստացվեց, կտեսնենք հունիսի 8-ի առավոտը։ Եվ հունիսի 7-ին պետք է գնալ ընտրությունների վախենալով, ինչպես փորձում են պարտադրել որոշ ուժեր պետություններ, թե սթափ մտքով, պարոն Ղևոնդյան։ Հունիսի 7-ին պետք է գնալ ընտրությունների պատկերացնելով, թե ինչ երկրում են ապրելու մեր երեխաները։ Եթե ցանկանում եք, որ մեր երեխաները ապրեն
Ռուսաստանի պես երկրում, եթե ցանկանում եք մեր երեխաները ինտերնետում ինչ-որ բան գրելու համար վախ ունենան, որ կարող են իրենց հետևից գալ իրավապահ մարմինները, ապա խնդրեմ ընտրեք ոչ ժողովրդավարական ուժերի։ Եթե չեք ցանկանում, որ ձեր երեխաները ապրեն վախի մթնոլորտում, ապա ընտրեք ժողովրդավարական ուժերի։ Սա իմ կոչն է Հայաստանի հանրության։ Շնորհակալ եմ, պարոն Ղևոնդյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն էր, կհանդիպենք։